Ինչու նորից Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եւ արդյոք այդ հայտարարություններում դուք տեսել եք սպառնալիք, վիրավորանք եւ այլն։ Տեսեք, ակնհայտ է, որ հատկապես երրորդ նախագահի 7 ժամանոց ոդքասթից հետո ես տպավորություն ունեի, որ ապտեկաներում վալերիանկաները եւ կարվալոլները պակասել են, որտեղ ինչ-որ սենց պերմանենտ ցնցակատված էր, էլի, քաղաքական իշխանական դաշտում, ցավոք սրտի ոչ միայն իշխանական դաշտում, որտեղ մենք տեսանք, որ այդ ոդքասթից հետո ինչ-որ չեն հանգստանում, ինչ-որ սրտի տարբեր կծկումներ են ունենում նաեւ տարբեր ընդդիմադիր բևեռներ եւս, եւ ինձ համար ակնհայտ էր, որ շատ մեծ լսարան են հավաքում տղաները եւ շատ տեսանելի էր, որ այդ հաղորդումը դառնում է քաղաքական կարևոր գործոն, որովհետև հանրային մեծ լսարան այլևս ունի եւ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ ինչ որ մի պահի, բայց ես իհարկե մտածում էի, որ այս իշխանությունը դա կանի ընտրական փուլից առաջ, բայց ինչպես ասում են, կլիենտի նյարդերը տեղի տվեցին եւ բնականաբար Ալեն Սիմոնյանին ասեցին, որ բողոքի, որ իրեն սպառնացել են։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ ձևակերպումն է Ալեն Սիմոնյանը ընկալել որպես սպառնալիք, բայց ես շատ սպառնալիքներ եմ լսել, օրինակ ԿՊ-ական падգամավորների շուրթերից նրանցից մեկը, ովի դեպքին падգամավորին խորհուրդ էր տալիս գնալ եւ սեռավարակի թեստ հանձնել, ուղակի սպառնած Էդգար Ղազարյանին լեզուն կտրել։ Մեկ այլը սպառնում էր ընդդիմադիր մեկ այլ գործչի գլուխը ջարդել։ Եվ մենք չտեսանք, որ այդ ամենը ունենան իրավական հետևանքներ։ Քիչ առաջ ես իմ նույնի խմբագրակազմում էի, բնականաբար ինձ թողեցին ներս մտնել, որովհետև ասեցին իրավապահները, որ այնտեղ քննչական գործողություններ են իրականացնում, մենք տեղեկացանք, որ ամբողջ տեխնիկան, այդ թվում շտատիվները հավաքել են, պիտի արգրավեն, ինչի համար է սա արվում, հիշում եք, որ տղաներին նախորդ անգամ խուլիգանության հոդվածով կալանավորել էին, մենք ընկերներով, հանրային քաղաքական դեմքերով, ռոտացիոն կարգով հաղորդումը վարում էինք, այս ամենը արվում է, որ այդ հնարավորությունն էլ չլինի, չնայած վստահեցնում եմ, մենք լուծումը կգտնենք, որտեղ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ահա այստեղից մենք հիմա Երևան քաղաքի քննչական կոմիտեում ենք, ահա այստեղից տղաներին տանելու են դատարան եւ տալու են կալանքի սանկցիա։ Գիտեք, ես հոգնել եմ ամեն րոպե ասելուց, որ սա այլևս ավարտված բռնապետություն է եւ սրանք այս իշխանության վախերն են, այս այն ինչ որ հիմա կատարվում է, սենց բան չի եղել, որևէ իշխանության ժամանակ այսպիսի բան չի եղել, բանտերը լցված է քաղաքական կալանավորներով, Դավիթ Համբարձումյանին կալանավորում են 18 թվականի մի գործի համար, որտեղ 4 մեղադրյալներից 3-ը 4-ն էլ դատարանում ասել են, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր չի եւ միջազգային կառույցները, որ սենց երկու աչքի փոխարեն երբ որ պետք է լինում 100 աչք ունեն, այս ամենը չեն տեսնում։ Դատարանում են սրբազանները, 3 սրբազան կալանավորված է, իդեպ 2-ը ունեն առողջական այնպիսի խնդիրներ, որոնք եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով անհամատեղելի են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հետ։ Հիմա ես այստեղից իջնելու եմ Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների դատին, կինա կալանավորված արդեն 4 ամիս Լիդիա Մանթաշյան, որից ավելի խաղաղասեր մարդ ես չեմ տեսել եւ մենք տեսնում ենք միջազգային հանրության լուր անտարբերությունը։ Ինչ են լռում։ Շատ պարզ, ես ասել եմ եւ ես չեմ հոգնելու դա ասել, իրենք ասում են off record տարբերակով, ասում են, որ ինչ էլ անի Նիկոլա, եթե նույնիսկ ուղիղ եթերում մարդ գնդակահարի, դա ասել են անձամբ ինձ, եթե անգամ քեզ գնդակահարի, մենք ասելու ենք, որ այս գնդակը ուղղված էր Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելուն։ Իրենք
ասում են շատ բաց տեքստով Նիկոլ Փաշինյանային կատարյալ գործիքն է, որով մենք լուծում ենք մեր աշխարհաքաղաքական խնդիրները այդ տարածաշրջանում ընդդեմ Ռուսաստանի ցավոք սրտի այդ արանքում մենք տեսնում ենք, որ մսաղացի տակ են գնում իրենց հռչակած խոսքի ազատություն, մարդու իրավունք եւ այլն։ Մենք տեսնում ենք, չէ, ես հետևում եմ նույն երրորդ նախագահի դատավարությանը, վեկալել են ինչ-որ, չգիտեմ, ասենք, արդեն հանգուցյալ վկան, հա, ցուցմունք է տվել ժամանակին առերեսման ժամանակ, որ թարգմանությունը սխալ է եղել, վերջ, դա բավարար էր այս գործերը ընդհանրապես վերացնելու համար, բայց մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը խնդիր ա դրել ընտրական փուլից առաջ, մաքրել ողջ քաղաքական հանրային դաշտը, մաքրել ողջ լրատվական դաշտը եւ ջերմոցային պայմաններում փորձել ապահովել իր վերարտադրությունը։